Ամեն ինչ շատ ճիշտ եք հասկացել, ամեն ինչ շատ ճիշտ եք զգում, ես սիրահարված եմ, ես սիրում եմ Ռաֆին, բայց այդ չի նշանակում, որ իմ արածներից հետ եմ կանգնելու, ես փողոցում եմ մեծացել, ու իմ մոտ ամեն ինչ ուղիղ է, առանց ձևերի, եթե Ռաֆը իմը չի, ուրեմն թող նստի։ Ինչ ասիր։ Սևակ, դու ամեն ինչ սխալ հասկացար։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Հայրդ ինձ նենց վիճակի հասցնում, որ ես չեմ հասկանում ինչ եմ խոսում։ Ձենդ։ Սևակ։ Լսի ինձ, Սևակ, խնդրում եմ։ Ինչ լսեմ քեզ, աղջի։ Ինչ լսեմ ես քեզ։ Եթե թողնես, ես ամեն ինչ կբացատրեմ։ Ինչ պետք է բացատրես դու ինձ։ Սևակ։ Հա՞։ Պետք է բացատրես, որ ձեր սաղ հանդիպումները միամիտ է, եղե՞։ Պետք է ասես, որ այն ժամանակ ընկնում ոտերս ասում էիր ես դրա հանդեպ զգացմունք չունեմ ու սաղ սուտ է եղե։ Խոսա կտամ ես կսատ կես արա։ Սևակ, հանգստացի։ Չէ, տենց չի։ Բա ոնց է։ Կսատ կստեմ արա։ Հանգստացի տեղս, պետք չի։ Պետք չի, որ սրա նմանի վրա ձեռք բարձրացնես։ Մտածի, ուղեղով մտածի հետևանքների մասին։ Խնդրում եմ։ Ներսարի։ Քրիս դեռ պատրաստ չես, մոռացել էիր, որ միասին պիտի դուրս գայինք։ Տրամադրություն չունեմ։ Չեմ գալիս։ Ախր հազիվ որոշել ենք դասարանով հավաքվել։ Հա, հասկանում եմ, բայց որ պետքա գամ ձեր ներվերի վրա ազդեմ, անընդհատ թթված դեմքով նստեմ հարցնեք ինչ ա եղել, ավելի լավ է չգամ։ Իսկ չես մտածել, որ կարող է հակառակն ա ստացվում։ Գալիս ես, ցրվում ես, ու տրամադրությունդ էլ փոխվում է։ Չէ, ավելի շուտ ձեր տրամադրությունը ես կփոխեմ, քան դուք իմը, Մարթա։ Չեմ ուզում գամ։ Քրիստ, էլի Ռաֆի հետ է կապված։ Չէ, չեմ ուզում խոսել այդ թեմայով։ Լավ, դու գնա, կարող է ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բան բաց թողնես, չուշանաս, լավ։ Հասկանում եմ, որ ուզում ես մենակ մնաս, բայց հետո անպայման խոսալու ենք, լավ։ Լավ։ Դավայ, ռադ ես քան չեմ սատկացրու քեզ։ Սևակ, դու պարտավոր ես ինձ լսես։ Ես ոչ մի բան պարտավոր չեմ։ Ուղղակի մի բանի վրա եմ զարմանում։ Ոնց չեմ հասկացել, որ երկու խաղ ես խաղում։ Ոնց չեմ հասկացել, որ ինձ ապուշի տեղ ես դրել։ Ռաֆն է մեղավոր։ Այս ամեն ինչում մենակ Ռաֆն է մեղավոր։ Ինչու՞մ այդ տղեն մեղավոր, որ քո նման լրփի է հանդիպե։ Ինչ։ Լսի։ Ես քո համար ամեն ինչ արել եմ։ Ամեն ինչ, որ դուսը չմնաս, սոված չքնես, բայց դու, այսինքն դու չէ, քո նման լիրփը ոչ մի բանի արժանի չի։ Լրփից վտանգավոր ու անշնորհակալ բան այս աշխարհում չկա։ Ես արժանի չեմ այս վիրավորանքներին, Սևակ, լսի ինձ, խնդրում եմ քեզ։ Դու գիտես ինչ ես արժանի, որ քո վրա գոռան, քեզ նվաստացնեն, դու մենակ դրան ես արժանի։ Քո տեղը փողոցում է, ես իզուր եմ քեզ բերել տուն։ Քո տեղը փողոցում է այնքանով, որ դու փողոցում ընկած հարուստի լակոտ ես մանգալի։ Նրա համար, որ հարուստի կյանքով մի քիչ ապրես, քարշ գաս հետը լավ շորեր հագնես, բայց եթե չես հասկացել, ասեմ իմացի, Ռաֆի նման տղեկը քո նմանի վրասկի չեն է նայում։ Ռադեղից տեղից, քանի քեզ հենց դե չեմ սատկացրել։ Գնա արաստեից։ Դու փոշմանելու ես այս ասածներիդ համար։ Գալու ես ոտքերս ընկնես, բայց արդեն ուշ է լինելու։ Դու լուրջ տենց ես մտածում, որ գալու եմ ընկնեմ ոտերդ ու ուշ է լինելու։ Ես սաղ կյանք մենակ քո համար եմ ամեն ինչ արել։ Քեզ որ այդ փողոցի ցեխաջրերից վեկալ է տուն եմ բերել, ուզեցել եմ մարդ սարքեմ, հետի արել եմ մի բանի համար, այ անուղեղ, որովհետև սիրել եմ քեզ։ Հասկանում ես այդքան է։
չես կարող հասկանաս։ Իսկ հիմա ոնց որ քեզ տուն եմ բերել, այդ տենց նույն հաճույքով ու նույն զզվանքով քեզ ուղարկում նորից փողոց։ Էդ է քո տեղը, ուրիշ տեղ չունես։ Կյանքը քեզ տոշնի քո տեղը ցույց է տվել։ Գնաս տեղից ասեցի։ Սևակ, ես Սուս մնա։ Սուս մնա։ Սևակ, ես Սուս մնա։ Չեմ ուզում քեզ այս վիճակում թողնեմ ու գնամ։ Մարթա գնա։ Հիմա որ մնաս դրանից իմ վիճակը չի լավանալու։ Ախր Քրիստ։ Գնա, խնդրում եմ քեզ գնա, հա։ Խոստանում եմ անպայման կխոսենք, բայց հիմա չէ։ Ես որ ներվայնացած եմ լինում, գնում գալիս եմ, մի խոսքով չեմ ուզում տրամադրություն փոխեմ։ Դու գնա ուրախացի, լավ։ Լավ, գնում եմ։ Բայց հետո զանգելու եմ, խնդրում եմ զանգերից կպատասխանես, լավ։ Լավ։ Սևակ, Ես չեմ ուզում Ագապի մասին ինչ-որ մի բան խոսամ։ ես ուղղակի ուզում էի քեզ խնդրել, չփորձես հանդիպում փնտրել այդ աղջկա հետ։ Թեկուզ նրանց ցավացնելու նպատակով չփորձես ման գալ գտնել։ Ես արդեն քեզ զգուշացրել էի, այդ աղջիկը ինձ առաջին օրվանից դուրս չի եկել, երբ տեսա նրան։ Խնդրում եմ քեզ։ Գնա։ Հեռու մնա Ագապիից։ Փոխի կյանքդ։ Ես գիտեմ, դու կարող ես ավելի լավը լինել։ Ախր դու ուրիշ էիր, Սևակ։ Ես բանտում ամեն օր քո մասին էի մտածում։ Ուզում էի պատկերացնել, թե ինչ տղա ես դարձել, բայց հաստատ ոչ սենց ոնց որ տեսա քեզ։ Ես գնում եմ, Սևակ։ Դու վերլուծի կատարվածը, մնա ինքդ քո մտքերի հետ ու կհասկանաս, թե ինչ մեծ փորձանք է եղել այդ աղջիկը քո գլխին կախված ու ինչից դու ազատվեցիր։ Անկախ ամեն ինչից։ Ես չեմ ուզում Ագապի թեմայով ինչ-որ մեկի հետ բան խոսամ։ Ես ասենց չեմ թողնելու։ Բոլորդ պատասխան եք տալու։ Մեկ-մեկ պատասխան եք տալու։ Բոլորիդ քթերից եմ բերելու։ Ու առաջինը դու ես զղջալու, Սևակ, որ իմ հետ սենց ես վարվել։ Սպասի կտեսնես ինչա լինելու։ Դու դեռ ինձ լավ չես ճանաչում։ Լավ չես ճանաչում ինձ։ Ջան, խնդրել էի, չէ՞ որ հասնեք տուն զանգես։ Հա տղես, Ռուստամը դիմավորեց, բերեց տուն։ Հետո շուտ զանգեցին, դուրս եկավ, չհասցրեցի էլ Դավիթի մասին ինչ-որ բան իմանալ։ Ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Ուղղակի եկա տուն, որ համոզվեմ լավ եք։ Տեսնես ինչի է այդպիսի բան արել։ Հետո էլ ամեն ինչ իրա վրա է վերցրել։ Հիմա էլ մեկուսարանում են պահում, ախր գոնե այդ վիճակում հիվանդանոց տեղափոխեին։ Դեռ ոչ մի բան պարզ չի, հնարավոր է, որ տենց էլ վարվեն, բայց այսօր հաստատ կմնա Խաղմասում, հետո արդեն չգիտենք ինչ կլինի։ Հոպարը ընդեղ է, խնդրել եմ, որ եթե ինչ-որ նորություն լինի, զանգի։ Ով է։ Չգիտեմ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ռաֆայել Ղամբարյանի հետ եմ խոսում։ Ես եմ։ Ռաֆայել Ղամբարյան, խնդրեմ ձեզ այսօրվա ընթացքում անպայման մոտենալ մոտակա ոստիկանության բաժին։ Լավ, կլինեմ։
Ով էր տղես։ Դավիթի գործով էր։ Ինչ որ բան ասեցին, ոնց է։ Չէ, կոնկրետ ոչ մի բան չասեցին, բայց ես հիմա պետքա դուրս գամ։ Ուր։ Գնամ տեղում փորձեմ ինչ-որ մի բան պարզեմ։ Լավ, անպայման ինձ էլ կզանգես։ Լավ։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Ես եկել եմ խոստովանել, որ կրակել եմ ընկերուհուս։ Ձեր անուն-ազգանունը։ Սևակ Մարգարյան։ Ընկերուհիս Ագապի Մինասյանն է։ Ինքը եկել է ձեզ մոտ ու ասել է, որ իր վրա կրակել է Ռաֆայել Ղամբարյանը։ Բայց իրականում այդ ամեն ինչը ես եմ արել։ Զենքն էլ իմն է։ Հետևեք ինձ, խնդրում եմ։ Կարող ենք խոսել։ Կարեմ ներս գամ։ Դու շատ քիչ ժամանակ ունես։ Արագ ասելիքդ ասա ու գնա։ Այն Ռաֆը, որ հիմա քո կողքին է, ում հետ դու քեզ երջանիկ ես զգում։ Քո իսկ երևակայության արդյունքն է։ Մի օր քեզ էլ է ցավացնելու նենց ոնց որ ինձ է ցավացրել։ Ագապի, Մինչև վերջ լսի։ Հետո ինքդ կորոշես ում հավատաս։ Ով է իրականում ձևացնում։ Երևի Ռաֆը քեզ պատմել է ոնց ենք ծանոթացել։ Բայց երևի նենց չի պատմել ոնց որ եղել է իրականում։ Նեղ փողոցում դժվար չի հասկանալ, թե ով է դիմացը դուրս գալիս։ Բայց Ռաֆը ամեն ինչ արեց, որ մենք ծանոթանանք։ Առիթն էլ բաց չթողեց, որ ինձ իր օգնությունը առաջարկի ու այցեքարտը տա։ Հետո ես զանգեցի Ռաֆին, որ զգուշացնեմ Սևակից հեռու մնամ։ Բայց Ռաֆը ուզում էր ինձ տեսներ, ուզում էր հանդիպեր իմ հետ։ հերիքա, ես էլ ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Խնդրում եմ լսի ինձ միջև վերջ։ Չեմ ուզում վատ աղջկա տպավորություն թողնեմ։ Չեմ ուզում իմ մասին սխալ բաներ մտածես։ Ճիշտ է, ես փողոցում եմ մեծացել, բայց փողոցը ինչ եմ։ Ու իմ խեղճը ավելի մաքուր է, քան նրանց, ովքեր դղյակների մեջ են ապրում։ Ռաֆը անընդհատ հանդիպումներ էր փնտրում իմ հետ։ Տուն էր ճանապարհում, սիրալիր էր։ Այնքան մինչև ես սիրահարվեցի Ռաֆին։ Հա, Քրիստ։ Ես սիրահարված եմ Ռաֆին։ Բայց ամեն ինչ կտայի, որ իրան հանդիպած չլինեի։ Ռաֆը հասավ նրան, որ Սևակը խանդի պատճառով կրակեց իմ վրա։ Ես Սևակը ու Ռաֆը միասին ենք։ Մի հարցրու, թե ինչի ենք միասին։ Չեմ ուզում քեզ ավելի ցավացնեմ։ Խնդրում եմ քեզ, էլ ոչ մի բան մի ասա, չեմ ուզում քեզ լսեմ, չես հասկանում։ Ես մտածում էի, որ ամեն ինչ անկեղծ է։ Հավատում էի Մոխրոտիկի հեքիաթին։ Մտածում էի, որ ես էլ կարամ երջանիկ լինեմ, որ Ռաֆը ինձ չի խաբի։ Բայց Ռաֆի համար ես այն հազարներից մեկն էի։ Չեմ ուզում, որ մի օր քեզ էլ խաբի, ու քեզ էլ թողնի։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ավելի ուժեղ ցավացնեմ Ռաֆին։ Ես վրեժ եմ լուծելու Ռաֆից։ Սևակ Մարգարյան։ Ես եմ։ Ես իհարկե հասցրել եմ գործին ծանոթանալ։
Բայց դեռ մինչև վերջ պարզ չի դարձել, թե այս պատմության մեջ իրականում ով է մեղավոր, ով անմեղ։ Ինչ կա պարզ դառնալու։ Ես եմ կրակել Ագապի Միրասյանի վրա։ Բայց ձեր ընկերուհին բացարձակ այլ ցուցմունք էր տվել։ Ինք ուղղակի այդ ժամանակ վատ վիճակում է եղել։ Ուզեցել է ինձ օգնել, ու տենց է ստացվել։ Ու լրիվ հակառակն է արել փաստորեն։ Փաստորեն։ Ռաֆայել Ղամբարյանը այս պատմության հետ ոչ մի կապ չունի։ Ագապիի վրա ես եմ կրակել։ Այդ դեպքում ինչի հենց Ռաֆայել Ղամբարյանը։ Ինչի հենց նրա անունը տվել։ Դուք այդ տղայի հետ ինչ կապ ունեք։ Ոչ մի։ Երևի առաջի պատահած անունը հետ է եկել մտքին, դրա համար Ռաֆայել Ղամբարյանի անունն է տվել։ Իրանք ուղղակի վերջերս են իրար հետ ծանոթացել։ Ամենայն դեպս նրան էլ կհարցաքննենք, որովհետև այս պատմությունը միևնույնն է շատ խճճված է։ Եվ դեռ շատ հարցեր կան, որոնք իրենց պատասխանները պիտի գտնեն։ Լավ, իսկ դուք ինչի եք կրակում ձեր ընկերուհու վրա, հա? Պատճառավորներ։ Վեճը։ Վեճն է եղել պատճառը։ Նյարդերս տեղի է տվել, ես էլ կրակել եմ։ Զենքը ձերն էր։ Այո։ Ու Ագապին էլ գիտի զենքի տեղը։ Եթե պետք լինի ցույց կտա։ Իսկ զենքը ձեր անունով էր գրանցված։ Ոչ։ Գիտեք, որ դրա համար էլ լալարացուցիչ մեղադրանք հասնում ձեզ։ Գիտեմ։ Կմնաք այստեղ, մինչև գործով բոլոր հանգամանքները պարզենք։ Մենք Ռաֆայել Ղամբարյանին ու Ագապի Մինասյանին արդեն կանչել ենք հարցաքննությանը։ Ինձ կբացատրեք իրենց կանչելու իմաստը։ Եթե ես ասում եմ, որ ես եմ կրակել, էլ ինչ կարիք կա իրենց կանչելու։ Կարգն է այդպես, ու ես իմ գործը շատ լավ գիտեմ։ Մենք էլ փողոցում չենք։ Ես էլ քո ընկերը չեմ, որ դու ինձ ասես ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ։ Կմնաս այստեղ, մինչև ամեն բան կպարզենք։ Ագապի, խնդրում եմ, աղաչում եմ, կներես, ես չի ուզում քեզ կրակեի, բայց դու տես բան պետքա չանեիր։ Անիմաստ խոսալու փոխարեն շտապ օգնություն զանգի, Սևակ։ Արա, մի խառնվի արա, էսի քո գործը չի, գնաց տեղից։ Սևակ, ես ինձ վատամ։ Դիմացի կյանքս, խնդրում եմ։ Հեսա կզանգեմ մեքենա գա քեզ կտանենք։ Խնդրում եմ, դիմացի։ Հիմա շտապ օգնություն կկանչեմ։ Քեզ էի սպասում, պապ։ Ուզում եմ իմանալ Ռաֆից ինչ-որ տեղեկություն ունես։ Ռաֆի կյանքը իսկական փորձության է վերածվել։ Անընդհատ ստիպված ինչ-որ բաների մեջով անցնում։ Ես չգիտեմ, այս փորձությունները երբ է վերջանալու չեմ կարող ասեմ։ Պապ, ասեցիր, Ռաֆի խառը լինելը Սևակի ու իր ընկերուհու հետ է չէ կապված։ Մի բան եմ ուզում հարցնել։ Ճիշտ է, որ Սևակը Ռաֆի պատճառով կրակել է իր ընկերուհու վրա։ Դու որտեղից գիտես, եթե Ռաֆի հետ չես խոսել, ու նման բան չի ասել քեզ։ Ագապին էր եկել ու շատ բաներ պատմեց։
Ասում է, իրանց հանդիպումները պատահական չի եղել։ Իրա ու Ռաֆի հանդիպումների մասին է խոսքը։ Ասում է Ռաֆը անընդհատ հանդիպումներ է փնտրել իր հետ։ Էնպես արել, որ սիրահարվի իրեն ու մի խոսքով այդ կրակոցն էլ խանդի պատճառով ա եղել։ Խանդից դրդված է Սևակը կրակել Ագապիի վրա։ Իմ խորհուրդը քեզ առանց Ռաֆի հետ խոսելու հետևություններ մի արա։ Պապ։ Քրիստինե, հիշի Սոֆիի սպանության հետ կապված, երբ որ դու առանց Ռաֆին լսելու, երեթե համոզված էր, որ ինքն է դա արել։ Ու հետո ինքդ մեղադրում էիր քեզ, որ նման բան ես ասել Ռաֆին։ Դրա համար լավ կլինի, որ առանց Ռաֆին լսելու մի տրամադրվի ու հետևություններ մի արա։ Ու գրեթե ես վստահ եմ, այդ աղջիկը քեզ խաբել է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ավակ լեյտենանտ Լևոնյան, Ագապի Մինասյան այստեղ է բնակվում։ Հա։ Կարող եք կանչել։ Բայց ինքը հիմա տանը չի։ Երբ գա փոխանցեք, խնդրում եմ, ներկայանա ոստիկանության մոտակա բաժին։ Օրվա ընթացքում անպայման։ Լավ, կասեմ։ Շնորհակալություն։ Ագապի, ինչ ես անում քո կյանքի հետ։ Այսօր ձեր դեմ դիմում բողոք է ներկայացվել։ Երևի արդեն տեղյակ եք ինչի համար եմ կանչել։ Տեղյակ եմ։ Բայց ես կատարվածի հետ ոչ մի կապ չունեմ։ Աղջկա վրա ես չեմ կրակել։ Գիտեմ։ Հիմա դուք հարցը քննվում եք ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա։ Այսինքն Սևակը կամավոր ներկայացել է, ու խոստովանել է, որ իրականում ինքն է կրակել Ագապիի վրա։ Բայց ես ներկա չեմ եղել, չգիտեմ այդ ամեն ինչը ոնց է եղել։ Նենց որ գտնում եմ, որ ինձ որպես վկա հարցը քննելը անիմաստ է։ Ագապի Մինասյանը նշել է, որ դուք եք դիտավորյալ կրակել նրա վրա, բայց այդ փաստը արդեն մենք կբացառենք, որովհետև իրական մեղավորը հայտնվել է եւ խոստովանել է իր մեղքը։ Բայց նա նաեւ նշել է, որ վեճի ընթացքում եղել են 3 հոգի։ Դուք, Ագապին եւ Սևակը։ Այնպես որ խոսելուց առաջ լավ մտածեք հետագայում խնդիրներից ու ամեն տեսակի պատասխանատվությունից խուսափելու համար։ Ներկա եղել եք, թե ոչ։ Ուր է իր Ագապին։ Տեսել ես ինչքան եմ զանգել։ Վախեցա գոնե լույսը վարթողնեիր։ Ոստիկանությունից էին եկել Ագապի։ Քեզ էին հարցնում։ Խնդրեցին, որ տեղեկացնեմ, որ այսօր անպայման ներկայանաս ոստիկանության բաժանմունք։ Չասեցին ինչի համար։ Ինչի դու չգիտես ինչի։ Հիմա երևի քիչ-քիչ սկսում ես մտածել, թե ինչ ես արել, չէ՞։ Ուղղակի հասկանում ես, որ էլ հետադարձի ճանապարհ չկա Ագապի։ Դու հասկանում ես ինչ ես արել։ Ես չգիտեմ ոնց ես այս ամեն ինչի տակից դուրս գալու։ Այդ դեպքի հետ կապված է։ Ես պետք է մտածեմ, թե ինչ եմ ասելու։ Որ չսկսեն նոր մեղավորներ փնտրելը, ու Սևակի վրա դուրս չգան։
Ինձ լսի ու գնա այդ ցուցմունքդ հետ վերցրու Ագապի։ Այս ամեն ինչը քո վրա շատ վատ է անդրադառնալու։ Երբեք։ Ես կյանքում կես ճանապարհից հետ չեմ կանգնում։ Ես մինչև վերջ եմ գնալու։ Ռաֆը պիտի պատասխան տա իր արածների համար։ Ու այս դեռ սկիզբն է։ Ուր ես գնում Ագապի։ Սևակն էլ ահերքում ձեր մասնակցությունը այդ վեճին։ Բայց ես գրեթե համոզված եմ, որ դուք ներկա եք եղել։ Հակառակ դեպքում Ագապին ձեր անունը ուղղակի չէր։ Կամ էլ ինչն է ձեր կապը այդ վեճի հետ։ Դուք պետք է հիմա այդ մասին պատմեք ինձ։ Ես եղել եմ այդ տարածքում։ Իրանց հետ եմ եղել։ Այսինքն դուք հաստատում եք, որ տեսել եք Սևակը ինչպես կրակեց Ագապի վրա։ Հա, խաբել եմ։ Մանեն իմ մոտ է։ Հիմա Ագապին գնում է տուն, ես ու դու եմ Մանեի մոտ։ Հա, որ։ Հա։ Սևակ։ Եթե չես հավատում, արա, քո ավտով կգամ քո հետ։ Արա ես քեզ հավատալու ոչ մի պատճառ չունեմ, նենց որ Ագապիդ կգամ մեր հետ։ Չի գալու Ագապին մեր հետ, արա։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Ու լսի։ Էսի քո մանգա պարտեզը չի այդ աղա, որ քո կապից նրա հասնի։ Ստե ես եմ որոշում ինչ անելու։ Սևակ, խնդրում եմ։ Արա կարող է գիտես որ քո պես դրսերը չեմ մեծացել, պետք է վախենամ քեզանից։ Արա! Այդ դեպքում դուք ինչ կապ ունեք այդ զույգի հետ։ Ի՞նչն է ձեզ դրանց հետ կապում։ Սևակի հայրը իմ հետ աշխատում իմ օֆիսում։ Իսկ Ագապի հետ պատահական եմ ծանոթացել փողոցում։ Եվ արդեն շարունակությունը գիտեք։ Վիճեցին Սևակն էլ կրակեց։ Վեճի պատճառը եւ ձեր այնտեղ գտնվելը պետք է ինչ-որ կապ ունենան իրար հետ։ Չէ, ինչ կապ պետք է ունենամ, ոչ մի կապ չկա։ Ես պատահական եմ հայտնվել այդտեղ։ Իսկ վեճի պատճառը ավելի լավ է իրանցից հարցնեք։ Այդ իրանց անձնականն է, ես ոչ մի մանրամասներ չգիտեմ։ Ու հրաժարվում եմ այս առիթով ինչ-որ մեկնաբանություններ տալ։ Իսկ Ագապին ինչ դրդապատճառ է ունեցել քո դեմ սուտ ցուցմունք տալու։ Չէ՞ որ նա կարող էր ցանկացած մեկի անունը տալ։ Վերջի վերջում նա կարող էր իրական մեղավորի անունը տալ։ Ռավ, ինչի նա հենց քո անունը տվել։ Ինչ կապ ունես դու այդ վեճի հետ։ Քո այնտեղ լինելը եւ այդ վեճը ինչու են իրար հետ կապված։ Ինձ թվում է հենց այս հարցի տակ է թաքնված այս պատմության իրական բանալին։ Չգիտեմ։ Երևի որ այդ տարածքում եմ եղել դրա համար։ Մտածելա կգամ Սևակի անունը կտամ, կասեմ որ կրակել է, ինքն էլ ինձանից մի քայլ առաջ է անկել։ Դե տենց է մտածել, ուզեցել է անկերոջը փրկի։ Սևակ։ Սևակ։ Բարև Սիլվա, այներս։ Ներսել։ Ինչ է եղել Սիլվա։ Դավիթը լավ է, ինչ է եղել։ Լավ չի։
Ու այդ մասին եմ ուզում խոսենք։ Բայց պիտի իմ հետ անկեղծ լինես։ Շատ անկեղծ։ Գոնե հիմա հասկացի, որ ես թշնամի չեմ ու օգնելու համար եմ եկել։